Մյուս խնդիրը որ կա, երբ որ շին թույլտվությունները տալիս էին, ասում էի, արա մատ նայեք, տեսեք ում եք տալիս, կարողանա ավարտել թե չէ, վաղը մեր քաղաքացիները մնալու են անտուն։ Այսօր վաղ օրինակ Ծիծեռնակաբերդի խճուղու Սահակյան շինի տնօրենն ասում է, ժողովուրդ դուք ճամփի կեսից իմ գնալու խաղի կանոններ փոխեցիք, եկամտարկը հանեցիք, տունը չվաճառով, ես չեմ կարող շենքը ավարտեմ, գնացեք ինչ ուզում եք, արեք, ուզում եք մորթեք, չեմ կարողանում, հասկանում եք, եւ օբյեկտիվ պատճառ կա եւ սուբյեկտիվ, եւ շինարարների անպատասխանատու լինելը կա եւ օբյեկտիվությունն էլ կա, որ եթե դու մի հատ բիզնես պրոյեկտի մեջ ես մտնում եւ պրոցեսի ընթացքում խաղի կանոնները փոխվում, փոխողը էլի Նիկոլենք են, ես չեմ, դուք չեք, հասկանում եք, շինարարին պրոբլեմ առաջացնում, լուրջ պրոբլեմ առաջացնում, ու նաեւ շինարարության մյուս աբսուրդ բաները ձեզ ասեմ, Ֆիրդուսը որ կար այն 33-րդ թաղամասը սկզբից 5 արգանի շենքեր պետք հետո երևի տարան անուշ աղբերների ջեբը 2 կոպեկ դրեցին, շենքերը սկսեցին բոյ քաշել, մի գնում նայում ես Հյուսեին Պողոտայի նման մեծ շենքերը, մարդկանց կա, Տիգրան Ավինյանը ժամանակին տեղի բնակիչ էր, պայքարել որ մարդկանց անարդար ձևով դուրս չգցեն, ստորագրություններ կա, որ ստե գերակաշահ չկա, ստե գերշահույթ կա, ինքը ստորագրել է, այդ էլ եմ հրապարակել։ Այս մարդկանց ծեծելով տներից հանեցին վռնդեցին, կենտրոնում մի քառակուսու արժեքը գնահատեցին 700,000 դրամ։ Լուրջ եք ասում, այդ գնով տենց հողու բան կար, մարդկանց հանում վռնդում եք, անթույլատրել է, հետո գինն ավելի էժան հաշվեցին, մյուսն արեցին։ Շին ոլորտը մեր ճգնաժամի մեջ է,